շատ կարևոր է, որ ժողովրդին փոխարինող կառույցի ձևավորման կարգը, նրա աշխատակարգը ամրագրված լինի սահմանադրության մեջ։ Այլապես օրվա ընթացիկ իշխանությունները իրենց կամքի, իրենց կմահաճույքների համաձայն, ինչպես մեզ մոտ է կատարվում, բոլոր ընտրություններից առաջ նկատել եք ընտրական օրենսգրքում փոփոխություններ են կատարում։ Ամեն օրվա իշխանություն մտածում է ինչպես փոխեմ, որ ես պարլամենտական մեծամասնություն ստանամ։ Քաղաքական գործի համար դա բնական է, բայց ազգային քաղաքական գործիչը, այսինքն պետական մտածողություն ունեցողը պիտի հասկանա, որ կայունություն պիտի ամրագրված լինի այդպիսի կարևորագույն հարցերում եւ հիմքերը պետք է ամուր դրված լինեն։ Մեր սահմանադրության մեջ գրված է, ազգային ժողովը ձևավորվում է մոտավորապես եմ ասում, հիմնական միտքը ազգային ժողովի ընտրությունների մասին օրենքով։ Մինչդեռ գոնե սկզբունք պետք է նշված լիներ, թե ինչ սկզբունքով է ձևավորվում մեր ազգային ժողովը։ Սա ես համարում եմ մեր սահմանադրության մեծագույն բացթողումներից մեկը։ Քաղաքական գործիչ եմ, ազգային քաղաքական գործիչ եւ բնականաբար, երբ Հայաստանում ընտրություններ լինեն, պարտավոր եմ մասնակցել այդ ընտրություններին։ Հաղթեմ թե չհաղթեմ։ Ուրեմն վերջին երկու ընտրություններին մենք չենք մասնակցել, որովհետեւ հենց սկզբից տեսել ենք, որ դրանք ընտրություններ չեն լինելու։ Առաջիկա ընտրություններին, նախագահական ընտրություններին, դրա մասին դեռևս չեմ էլ ուզում խոսել, խորհրդարանական ընտրություններ են արժևում։ Այդ ընտրությունները նույնպես որպես ընտրություն չեն լինելու, եթե այսպես ընթանա, բայց այդ միջոցառումը կարելի է դարձնել մեր երկրում արմատական բարեփոխումներ կատարելու տեսակետից կարևոր միջոցառում։ Ինչպես 96 թվականին ինձ հաջողվեց միավորել ընդդիմությանը, առաջ մղելով Վազգեն Մանուկյանի տեխնացությունը, այդպես էլ այսօր ես ձգնորդ չեմ եղել, բայց ձգնորդության փորձ ունեմ, եթե պետք է օգնեմ թերքաշելու հարցում։ Ուրեմն այսօր էլ ես պատրաստ եմ իմ փորձառությունը ներդնել։ Գիտեք, իմ փորձառություն, որ ասում եմ, բան չթվա, վերացական խոսք չթվա։ Ես ժամանակին կարողացել եմ միավորել սովետական միության բոլոր ժողովրդավարական ուժերին։ Մի անգամ է այդպիսի բան եղել եւ ես եղել եմ այդ միավորման նախագահ։ Այսօր էլ պատրաստ եմ միավորել, որպեսզի մենք միասնական ճակատով գնանք ընտրություն կոչված միջոցառմանը եւ այդ ընտրությունը դարձնենք Հայաստանը արմատապես բարեփոխելու մի հերթական քայլ։ Իսկ այն, որ Հայաստանը պետք է արմատապես մեր քաղաքական կյանքը պետք է արմատապես բարեփոխել, գիտակցում է ցանկացած ողջախոհ քայլ։ Հակի եւ իշխանությունների երկխոսությունից չէ, որ մեր ազգին պիտի ինչ-որ բան սպասվեր։ Դրանք դրսևորումներ ունեն, ամեն մեկը հարցերի վերաբերյալ իր տեսակետն ու կարծիքը ունի, բայց մեր ազգի ճակատագիրը նրանց երկխոսությունից կախված չի եղել ու կախված չի կարող լինել։ Դրանք եղել են անցյալում մեկ թիմ։ ՀԱԿ-ը եւ Հանրապետականը եղել են մեկ թիմ։